ամեն գիրակի, որ եկեղեցի գուքանք պատարակ ընելուն, պատարակի ընթացքին, երբ որ կտագնամ խաղաղություն տալու, ադեն գար, որ նոր եկած էի հոս, Կալպակյան սրբազանը գար, ես նոր ձեռնադրված, խանդավարված, ասանք, աբեղա էի, պագի մեջ նստած էինք, սրբազանը սի ժամը գուքավ, չսկսենք պատարակը, ոչ սա մարդ չկա, ասավ, ինչ պիտի պատարակը նենք այսով, զարմացա ինչպես կարելի է սի գիրակին, եթե նույնիսկ մարդ չկա, չէ, սի սրբազան, տուն նստիր, ես վիդինեմ պատարակը։ Եվ ասանք շատ գիրակիներ, խաղաղություն կուտայի, միայն սրբազաններ նստած։ Եվ աղոտ կսեր առ Աստված, որ Աստված ուրեմն իր հունցքը շատ ծնե և հունցքի համար նաև մշակներ հանե։ Անշուշտ այսօր ալ կլան, մի ասանք զարբացակ կլան գիրակիներ, որ ոչ թե դադարկ եկեղեցին, այլ քիչ թիվով հավատացյալներ կան, տարբեր պատճառներով, եղանակային, հեռավորության։ Անշուշտ դուք շատ լավ գիտեք, հեռավորությունը ցեզի համար թյուրին է, դուք կերտակ եկեղեցիներ բավական կիլոմետրեր, մայլեր քշելով, հոս դագավին չեն սորված, եթե իրենց թուրին արջևը չէ եկեղեցին, դժվարությամբ կան։ Եվ մենք ջանք պիտինենք ամեն 100 տանքովը մեկ եկեղեցի շինելու, ամեն մեկին համար։ Բայց երբ որ ամեն գիրակին նոր մարդ կտեսնամ, եւ այս նոր եկողը հաջորդ գիրակին եւս գուքա, ուրեմն ցնծության մեջ գլամ, որտեղ գսեմ, որ Քրիստոսի համար մեկ հոգի եւս շահեցան։ Եվ կճանանք այս մարդոց բոլոր գարիքները ծանոթանալ, մանավանդ հոգևոր գարիքները, որտեղ մարմնավոր գարիքները ժամանակավոր են, այսօր կան այդ գարիքները, վաղը պիտի չլան, եթե այսօր այդ գարիքները հագեցնենք, վաղը նոր գարիքներ պիտի լան։ Այս մարմնավոր գարիքները չէ, որ մարդուն պիտի փրկության առաջնորդեն, այլ հոգևոր գարիքները, մարդը պիտի հասկնա իր հոգևոր սնունդի անհրաժեշտությունը և հոգևոր խոսքի քաղց ունեն, այսինքն ամեն տեղ փնտրել, որպեսզի Տիրոջ խոսքը լսե, որ իր կյանքը խաղաղությամբ ուրեմն ընթանա, Տիրոջ ներկայության մեջ ընթանա, սիրո մեջ ընթանա։ Այսօր ինձ համար ուրախությունս կրկնակի եռակի էր, որովհետև տեսա, որ եկեղեցու մեջ ներկա են հավատացյալներ, որոնք Քրիստոսի հետ գաբրին անընդհատ։ Այդ փառաբանության ցայնը, որ ականջիս կուքար, որ ոչ թե մասնավոր երգչախումբեն 3-4 հոգի պատարակը կերկեին, այլ բոլորը կերկեին։ Ճիշտ պատարակը ադիգա է, որ բոլոր հավատացյալները պատարակին մասնակից դառնան եւ աղոթագից դառնան պատարակի հոգեվորականին։ Իմ հոգիս ցնծության մեջ ես ուզեմ, որ դուք ձեզ ամեն մեկը ամեն օր նոր հավատացյալ շահի Քրիստոսի համար, որտեղ Քրիստոսի համար հավատացյալներ շահելու առաքելությունը մեզ հոգևորականներից չէ դրված միայն, յուրաքանչյուր հավատացյալ ամեն օր Քրիստոսի համար հավատացյալ պիտի շահի։ Մեր տարբերությունը ցեզի հետ մեկ բան է, որ մենք գնանք խորհուրդներ կատարել, իրավունք դրված է մեզի խորհուրդները կատարելու, բայց Աստծո խոսքի վկայությունը յուրաքանչյուր քրիստոնյայինն է։ Քրիստոս գսե, որ ջրակը չենք վարել և սեղանի տակը տնելու, այլ սե բարձր տեղ կտնենք, որ սենյակը լուսավոր է։ Հիմա դուք, որ Քրիստոսի լույսը արած եք և ձերքով ունեք Հայր Բարթևը, որ ամեն վարկյան ցեզի Աստծո խոսքով համեմված խոսք կուտա, այս լույսը որ կառնեք, դուք պիտի փոխանցեք, պիտի չզեք, որ ինչ լավ բան ասավ մեզի, ասիկա միայն մեզի համար է, առնենք և մենք պիտի և թակ և պիտի պատմենք, ասանք պատմելով Քրիստոսի աշակերտները, առաքյալները ամբողջ աշխարհը կացին և Տիրոջ խոսքը պատմելով դարածեցին և մինչև այսօր մեզի հասած է և այդ խոսքով գաբրինք և կհավատանք, որ մեզի ադիգա դեպի հավիտենություն պիտի առաջնորդենք։ Ես կուզեմ, որպեսզի Աստված առանձին ամեն մեկի արադապես օրհնեն։ Այս եկեղեցվո մեջ ստացած ձեր օրհնությունները այնքան զորավոր լան, որ դուք ամեն վարքյան զգաք ասելով, որ հոն որ կացինք, այս տեսակ շնորհներով զարդարվեցանք, այս տեսակ խոսքով մխիթարվեցանք եւ այդ վարքյանեն սկսյալ Սուրբ Հոգին մեր կյանքը ուրիշ ծևի փոխեց եւ ավելի զորացրեց մեզ։ Եվ այս զորությամբ առաջնորդվեք, երթակ մինչև Միացյալ Նահանգներ հոնալ լուսավորեք ձեր շրջապատի, ձեր շուրջի մարդով եւ ցեզի ճանաչող կամ չճանաչող մարդով։ Թող ցեզի տեսնողները
Քրիստոսին տեսնեմ ձեր մեջ։ Սիրելի եղբայրս, շատ շնորհակալ եմ այս այցելության համար, որտեղ հավատացյալները եկեղեցի գալով իրենք Աստծո խոսքով կլուսավորվեն, կմխիթարվեն, բայց մենք հալ ադով կզորանանք։ Ձեր ներկայությամբ է, որ մենք կզորանանք, որտեղ դուք հալ գաղութ եք մեզի համար։ Ամեն մեկ բզդիկ աղոթքը մեզի համար փրկության ճանապարհը ավելի կփանա, որտեղ մեր ծառայությունը դժվար է եւ պետք է որ սատանայի հարձակումներն ազատելու համար ձեր պես զորավոր աղոթող բանակ ունենանք մեր ետևում։ Ուրեմն կխնդրեմ, որ մեզի համար աղոթողը լակ ձեր աղոթներու մեջ ոչ միայն այսօր, ուր որ պիտի երթաք, ուխտի երթաք, ձեր եկեղեցիները կայցելեք, ձեր աղոթներու մեջ հիշեք, որ հոս գրծեր եղբայր մոնիկ, բարեկամ մոնիկ, որ ձեր աղոթներու գարիք ունի անիկա։ Կխնդրեմ, որպեսզի հիշեք ինձի ձեր աղոթների մեջ։ Աստված օրհնի ամեն։ Մերսի։ Սիրելիներ, երկու բառով ես վկայություն ուզեմ տալ։ Այսօր շատ կարևոր օր մնա նաև իմ կյանքիս մեջ է։ 1995 թվականին հունիսի 24-25-ին այս օրերուն, այսինքն արդեն այդ ոգեգան պատրաստության մեջ էինք, Աստուծո ծառայության հրավիրվեցա եւ կրոնավոր ցերնադրվեցա ճիշտ 30 տարիներ առաջ։ 30 ամյակն է Այսօր, այո։ Asta ոգևոր ծննդյանս օրն էր, բայց այսօր նաև սիրելներ շատ նվիրական օր է ինձ համար, շատ, որովհետև 2001 թվականին հունիսի 15-ին ճիշտ այսօրվա պես Աստված հայրիկը նոր կյանք մշնորհեց ինձի եւ հոգևոր հորս երջանկայաշատակ Զարե Սրբազանին։ Ճիշտ սիրելիներ այսօրվան պես Ամերիկայի մեջը գործողության մտանք ես փոքրիկ դեր փոքր ապեղա վարտաբեդ էի երբ որ Աստուծո հոգին քանի որ Սուրբ Հոգի ժամանակ Աստուծո հոգին ընտրեց ինձի որ ես իմ լիարդես բաժին մտամ իմ հոգևոր հորս Զարե Սրբազանին, որ անոնք որոնք գճանչնան զինք սրբագենցախ գրոնավոր էր, սուրբ մներ, նորորյա սուրբ մներ։ Եվ գործողության ճիշտ այս օրը սիրելիներ, եւ որ մենք մտանք 17 ժամ դրեց գործողությունը, եւ որ աչքերս բացի այդ ժամանակ դեսա որ ամբողջ մարմնիս վրա գործիքներ կային, այս օրն էր, որ մահվան թուղթը ստորագրած էի, որ եթե ես մեռնի իմ պատասխանատվությամբ է, բայց կարևորը որ սրբազանը ապրի, որովհետև ասած էի, որ ազգը սրբազանին շատ կարիք ունի։ Սրբազանը ապրեցավ 3 տարի։ Ես այդ 4 տարիներ 2001-ին 2005 գես անդամանույց եղա։ Եվ որ գես անդամանույց եղա, հոգևոր հայրս Զարե Սրբազանը 3 տարիներ հետո մեր գործողութեն են, որ ամեն ինչ լավ կընթանար, գուրցքի քաղցկեղ ունեցավ եւ դղամարտոց բարակային անիկա շատ քիչ հազվադեպ հիվանդություն է եւ Զարե Սրբազանը գործընծուց իր թոքերը ես մինչև Նյու Յորք կացի իրեն որպեսի թոքս ալ իրեն դայի, բայց Սրբազանը ասավ, որ թունդալիքը դվիր ասավ, որ թուն ասավ ապրիր այնպես, որ երկնքի արքայություն հասնես։ 2004-ի ապրիլ 30-ին Զարե Սրբազանը իր յանքը ավարտեց, երկրավոր յանքը։ Ճիշտ տարիներ մեկ տարի ետ, մայիսի 15-ին, երբ 3 հոգևոր եղբայրներով աղոթք կնեինք, աղոթքիս ընթացքին հանկարծ սենյակի մեջ որ հավաքված էինք երկու վարտաբեդ ընկերներով եւ ես, աղոթքի ընթացքին դեսա որ առաստաղը բացվեցավ եւ Սուրբ Հոգին գրագետ քունտի պես իջավ եւ լիարդիս մեջ բայթեցավ։ Եվ երկուքի բաժնվեցավ քունտը, մեկը թեպի ոտքերս, մեկը թեպի
բերը մարմինս։ Եվ այդ վարգանին ես բժշկվեցա, այդ վարգանին, անդամալուզութենես։ Միայն ցերքիս աչ ցերքիս մեջ ահավոր ցավ ունեի, անբացատրելի ցավ։ Եվ ուրախությամբ ու լալով ըսի ոգևոր վարտաբերներուս, որ դերը բժշկեց զիս, բայց կարծեք գուզե որ աչ ցերքս ցավի մեջ մնա, որբեսի միշտ հիշեմ զինք։ Վարտաբերները մեկը ոգևոր եղբայրս ինձ ասավ ես ասավ հայտնություն ունեցա, որ դերը քեզի մի այցել էի, եւ պիտի բժշկե։ Այս խոսքին վրա նորեն Արաստաղը այսպես լուսավոր բացված տեսա եւ այցելության եկավ Մայրիկ Աստվածածինը։ Մայրիկ Աստվածածին եկավ ցերքի Հիսուսը բռնեց ցերքես եւ մադիս ծայրեն դուրս բերավ իմ բոլոր ցավերս։ Հազիվ բժշկեց դերը Մայրիկ Աստվածածին եւ Հիսուսին յետևեն հոգեվոր հայրս Զարեսրպազանը եկավ ինձի նայեցավ ժպտաց եւ դեսիդ կգնաց Զարեսրպազանին բարեխոսությամբ ես բժշկվեցա Զարեսրպազանը երկինք ելավ որպեսզի ես ուժումը ստանամ շատ սուրբ գրոնավոր էր Զարեսրպազանը իսկական սուրբ Աստված իրեն երկնքի արքայության արժանացնե իր ննչումեն ետ քանի անգամ իր ներկայությունը ապրեցա երբ օրմը թբրևանքի հոգևոր ջեմարանին դնորենն էի լեսուչն էի քրասենյակ եւ ննչասենյակ մեջտեղը բատով բաժնված էր գես գիշերը քրասենյակից լույսերը մարեցի մտա անգողին մտա որպեսզի քնանամ հազիվ անգողին մտա լսեցի Զարեսրպազանը Սենյակին գերքեր, իմ սենյակես, ինքը ննչած է։ 4-5 վարգյան մտի գրի իրեն, ասի որ ինչպես կրնալար Սրպազան հոնել։ Դեղես ելա, կացի, որպեսի Սրպազանը դեսնեն, թուրը պացի, Սրպազան չգար։ Դարի մնալ Իտալիա ուսանող էի, Սրպազանը սիրելիներ, լսեցի զինք, որ գխոսեր հետս, և երբ աչկերս բացի, դեսա որ սենյակես աղավնի մտուրս ելավ կնաց։ Երկիցա որ Զարեսրպազանի շադեր աղոտ կնեմ Անտիլիասի վանքի մեջը, իր թակաղին թիմացը, իր շիրիմին թիմացը, և շադեր սիրելիներ բժշկություններ գստա։ Հետևաբար սրպագենցա յանքը բոլորիս գոչումը վիդերլա։ Աղոթենք իրարու համար սիրելներ, աղոթենք և օգնենք իրարու, որ սրպանանք, որտև Աստված մեզի գանչեց ինչի սրպության։ Աստված մեզի չգանչեց խրովքի, Աստված մեզ չգանչեց, ինչպես Պողոս Առաքյալ գսե քաղաքացիներու նամակի մեջ, քաոսի, այլ Աստված մեզ գանչեց սրպության։ Եվ սա սուրբ եղեք, ինչպես որ ես սուրբ եմ։ Սրպազան ամբողջ սրտով գաղոթենք, որ այն փարը, որ ցեզի գսվի Սրպազան, ոչ թե անիկա ցեզի համար վերածվի դիդղոսի, այլ վերածվի գոչումի, որ դուք իսկապես Սրպազան ըլաք, որ իսկապես սուրբ ըլաք Սրպազան, որովհետև ցեզի վես անցերու կյանքը հազարավորներու հոգևոր աճման և թարցին պատճառ կլա։ Ամբողջ սրտով գաղոթեմ Սրպազանային, որ Աստված ձեզ հաստատ և դուգուն բահեցեր այս հավատքի մեջ, այս սրբության մեջ, թյուր ինչ է գրոնավորին կյանքը Սրպազան, գիտեմ, 2 սալ այս հոգևոր կյանքի մեջ գիտենք ինչ տեսակ դժվարություններ կան ամեն իմաստով, բայց մեր մխիթարությունը մեր դերն է, և որ մեր աչքերը իրեն են, ինքն է մեր զորությունը և առաջնորդը։ Սրտանց ցեզի համար գաղոթենք և գրգին անգամ շնորհակալություն գայտնենք ձեր այս հյուրընկալության և քաղաքի հյուրասիրության համար, աղոթելով, որ ոչ թե եկեղեցիի մեջ բարձրապես հավատացողներու ներկայությունը ավելնա,
այլ թիվ ավելնա, այլ հավատացողներու բրգվածներու թիվ ավելնա, ծեր քարոզությամբ, ծեր հավատքով եւ ծեր յանքով։ Սիրելներ, ինչպես Սրբազանը խնդրեց, ուր որ երթակ, սավ հիշեցեք, որ այստեղ խոնար ծարամը կա, հիշեցեք զինք սիրելներ, որովհետեւ գրոնավորներս շատ գարիք ունին աղոթքի։ Պողոս Արաքյալ ամեն անգամ հավատացյալներուն գսեր, աղոթեցեք նաև ինձ համար, աղոթեցեք սիրելներ Սրբազանին համար, աղոթեցեք վեապարներուն, բادرիարքներուն համար, աղոթեցեք եպիսկոպոսներուն, վարդապետներուն, քահանաներուն համար, աղոթեցեք սարգսակներուն, բոլորին համար, որովհետև երբ որ եկեղեցվո ղեկավարությունը սրբությամբ ապրի, ժողովուրդն ալ սրբության ճամփու մեջ են գալու։ Նաև այն վերջավորթյա, Սրբազանը ծեր աղոթքի մեջ հիշել են իդ ամենեն վերջնալ դրուբիս աղոթեցել, ինձ աղոթեցեք, ասեք որ Սրբազանին կով ուրիշ մեկնալ գար, ինձ համար ինձ աղոթեցեք, ծեր չհիշեցեք, Աստված ուզեց որ սիրելներ յանք տա եւ այդ յանքով ծառայել, եւ ես ուխտած եմ, ինչպես գիտեք ասած եմ միշտ, մինչև յանքիս վերջին շունչը, ամեն օր անդադար Աստծո մասին վկայել եւ Աստծո խոսքը։ Կսիրեմ ձեզ շատ եւ օրհնյալ եմ։ Ուրեմն մենք խնդրեցինք, որ դուք աղոթեք։ Ինչ է աղոթքը։ Աղոթքը խոսք է Աստուծո հետ։ Դուք երբ որ կխոսեք Աստուծո հետ, Աստված կլսե ձեր խոսքը, բայց եթե ցկեք երթակ, այդ խոսքը անբդուղ կմնա։ Աստված կուզե որպեսի այս կարգը Աստված հաստատած է, որպեսի ուրեմն խոսքը բդուղ ունենա, անիկա երկխոսություն ունենա։ Հիմա մենք շարունակ ես եւ Արշուկը կխոսենք, դուք չեք խոսի, ադիալ սխալ է, ցեզի արել դիդան դուք խոսի, որպեսի մենք հասկանանք հասկացանք ինչ որ ասին կամ չհասկանանք։ Հիմա երբ որ մենք աղոթենք, Աստված գուզե որ մեր աղոթքը խոսքով ինքը պատասխանի։ Բայց երբեմն մենք գսենք դեր Աստված սպասի, մենք ուրիշ գործեր ունենք, մենք գսենք կացինք։ Դու նայե ինչ պիտի նես, բայց անանք չէ։ Աստված գսե ես գուզեմ խոսիլ, որպեսզի մեր բարեկամությունը կատարյալը լա, հասկանալի լա։ Հետևաբար ես չեմ գիտեր, ցեզ մեկ քանի հոգի Աստվածաշունչ կգարթա ամեն օր, ոչ թե որտեղ շատերը գսեն, որ գարթացած եմ Աստվածաշունչը, Աստվածաշունչը Շեքսպիր չէ, որ գարթած թոն տնես մնա։ Աստվածաշունչը Աստուծո հետ երկխոսություն է։ Ուրեմն եթե կգարթակ ամեն օր վստահ եմ ունի, բայց ես գուտամ, եթե ինձ մե հիշատակ չեք ուզեր պահել եւ ասկե գարթալ, գուտակ անոր, ում որ դուք պիտի վկայեք Աստուծո խոսքի եւ պիտի չունենա, երկրորդն ունենա կանոն, որ չունին, իրենց կբահեն։ Ուզեմ որ աստեղեն Աստվածաշունչերով երթակ։ Ես տեսած եմ, վալիցուն եք գրնակ տանում։ Ծերցեք ունեցեք, որ ոտնավի մեջ տնթերցեք։ Ասիրիկ ժանք կարտա։